Հայտնություն 20-րդ գլուխ։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակի, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ դժոխքի բանալին ու մեծ շղթաներ։ Եվ բռնեց վիշապին, հին օձին, որ բանսարկուն և սատանան է, և 1000 տարով շղթայեց նրան։ Նրան գցեց դժոխքի անդունդների մեջ, փակեց ու կնքեց, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև լրանա 1000 տարին։ Եվ այնուհետև նա պետք է արձակվի մի փոքր ժամանակով։ Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին, և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին 1000 տարի։ Իսկ մնացած մեռյալներից ոչ ոք չկենդանացավ, մինչև կլրանար 1000 տարին։ Այս է մեռելների առաջին հարությունը։ Երանելի ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն, ու նրա հետ պիտի թագավորեն 1000 տարի։ Եվ երբ լրանա 1000 տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի 4 կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով, պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։ Նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։ Եվ երկնքից Աստծու կողմից կրակ պիտի իջնի ու լափի նրանց, իսկ բանսարկու սատանան, որը մոլորեցրեց նրանց, պիտի գցվի հրի և ծծմբի ծովի մեջ, որտեղ գազանը և սուտ մարգարեն էին, և պիտի չարչարվեն զոր ու գիշեր։ Տեսա նաև մի մեծ սպիտակ գահ, և նրան, ով նստել էր դրա վրա։ Նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան, և թաքնվելու տեղ անգամ չգտան։ Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք, կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների, իրենց գործերի համաձայն։ Ծովը բաց թողեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ իրենց մեռելներին, և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։ Մահը և դժոխքը նետվեցին հրե լճի մեջ։ Սա է երկրորդ մահը, հրե լիճը, և ում անունը կյանքի գրքում գրված չգտնվեց, նա գցվեց հրե լճի մեջ։